Դες ես միշտ քանի որ մոնտաժում էի, հետո զզվել ես գալիս էր այդ ամեն ինչից ու չէի նայում երբեք։ То есть մենակ մոնտաժելու ընթացքում էի տեսնում։ Ու դրա համար վստահ եմ, որ вообще շատ վատ է, բայց որ նայեցի, ասենց ինչ որ դաժե հավես պահեր կային, ինչ որ մտքեր կային, որոնց հետ ես ինչքան մի տարի ու կես անց համաձայնում էի։ Ну вообще նենց էի նայում, ոնց որ ինչ որ ուրիշ բան ելներ, то есть չէի ընկալում, որ այդ այդտեղի ես եմ եղել։ Այո, մտածում մի հատիկ կիսատ բան ունեմ, որը ձայնագրել էի մի 7-8 ամիս առաջ։ Մտածում եմ այդ կգցեմ։ Ну, вообще մեկը մտքեր հետ համաձայն եմ, просто շատ այն ժամանակվա հոգեվիճակի մասին խոսացող բան էլի ստացվում։ Ոչ այդ բանը չեմ ժողում էլի։ Ոնց է ստացվում այդ։ То есть ну ինչքան է կախված հոգեվիճակից ու տրամադրությունից ամեն ինչ, որտեվ ինչ որ բան, որը որ քեզ կարա ինչ որ բայ ակնհայտ հավես լինի, մի ուրիշ պահի прям կարա սիրտդ խառնի դրանից։ Ես ընթացքում մի քանի հատ բան փորձեցի, ինչ որ սկսեցի անել ու ինչ որ նոր բաներ։ Ոսախ կամ կիսատ էր մնում, կամ հետո ու կիսատ էր մնում, որտեվ սկզբից հավես էր տվում, օրինակ ինչ որ վիդեոյի սարքում, տենց շատ ոգևորված սկսում էի, հետո մի երկու օրից ճոգում էի, որ вообще հավես չկա դրա։ Կամ բաներ կար, որ սկսում եմ ու հետո ինքը էլի հավես է, բայց то есть ես կիսատ եմ թողել ու ինձ դուր է գալիս ինչ որ անում եմ, բայց ոնց որ մտածել եմ այս անգամ թողեմ հենց այդ դրա տրամադրությունը ունենամ, որտեղ կապ ունի կոնկրետ տրամադրության հետ, հենց այդ կոնկրետ տրամադրությունը ունենամ, մենակ այդ վաղտ կպնեմ դրան։ Ու տես չգիտեմ արդյունքում ինչ կստացվի, կամ ոչ ոք չստացվի։ Ну вообще ինչ որ ոգևորվածություն է պակասում կյանքում իրականում, որտեղ Вроде վատ չի ամեն ինչ, ես ինձ վատ չեմ զգում, բայց միևնույն ժամանակ ինչ որ իհարկե լավ, ну պահեր լինում են, բայց իմ տրամադրությունը շատ շուտ է էլի հետ գալիս միջինի, то есть ինչ որ պահ ես կարող ոգևորվեմ, տենց մի ժամ տևի ու հետո էլի գա միջին վիճակի։ Ու նույն ձևը վատի դեպքում։ Կարող է այդ Google-ում ինչ որ ոչ ցանկալի բաներ լսեմ, դրա համար ավելի լավ է մնաս սենց անցնեմ դրա մեջով տեսնեմ ինչ է դառնում։ Բայց այդ բանը չի դզում, այդ ոգևորվածության պակասը ոնց որ միշտ վառ էմոցիաները միշտ կայֆ են, էլի, ну բացասականը իհարկե կայֆ չի, բայց դաժե եթե բացասականն է լինում, այդ ոնց որ անդադ sense քեզ հիշացնի, որ դու ապրում ես, էլի, որ դու կյանքի մեջ ես։ Իսկ ոնց որ միջին է ալնում, ես նկատել եմ, որ դաժե օրերս կյանքումս առաջի անգամ օրերս անցնում են sense ну դանդաղ չէ, բայց ես sense прям սաղ օրը զգում եմ։ Իմ մոտ միշտ այնց ա եղել, որ ժամանակը միշտ թռել է, ես չեմ զգացել։ Ոնց նոր սեպտեմբերն էր, հիմա դեկտեմբերն է։ Իսկ հիմա ես прям sense ոնց որ ոչ թե sense օդի մեջով անցնես, այլ ինչ որ խիտ բանի մեջով անցնես, որ sense ամեն քայլը դու մարմնով զգում ես։ Մի կողմից ես միշտ նեղվում եի, որ ժամանակը արագ անցնում ու ես չեմ զգում այդ ժամանակը ու տենց
տխուր է տիպը, որ մի հատ կյանք ունես ու ժամանակը անցնում է, չես նկատում բան, բայց դե հիմա է ոնց որ դրա հակառակ վիճակն է ու նենց չի որ կասի շատ ուրախ է, էլի սենց։ Պրիտոմ որ հիմա շատ քիչ բան եմ անում համեմատաբար առաջվա, երբ որ ժամանակը արագ է անցնում, հիմա քիչ ինչ որ զբաղմունքներ ունեմ, բայց անդադ ինչ որ բան անում եմ, բայց զբաղմունքները ընդհանուր շատ չեն, էլի, պրոստը ես եմ անդադ փոխ մեկով մյուսով զբաղվում։ Ու պարապ չեմ երբեք։ Ну, իմ պատկերացումներով պարապության, էլի, ուրիշների պատկերացումներով ինձ թվում է միշտ պարապ եմ։ Բայց ոչ իմ, ինչ որ հետաքրքրությունը կա իհարկե դրա մեջ։ Ես չգիտեմ։ Միշտ պրոստը սենց պահերի, երբ որ ինչ որ սենց խառն առնում բան, մոտ միշտ հույս է առաջանում, որ ես հիմա ինչ որ անցումային էտապի մեջ եմ գտնվում, դրա համար սենց խառն է ամեն ինչ։ То есть պետք է պրոստը դրան մեջով անցնել ու միշտ մոտ հույս կա, որ ես անցումային դրական ինչ որ բանի եմ գնում, էլի, то есть ես սրա մեջով կանցնեմ ու մի հատ ինչ որ բան կբացահայտեմ գլոբալ ինչ որ բան, էլի, կբացահայտեմ տիպը ինչ որ իմաստ կամ նպատակ, չգիտեմ։ Նպատակ դժվար, բայց ինչ որ բան կհասկանամ, էլի, տիպ մի քիչ ավելի շատ կհասկանամ, ոնց որ դժվարության մեջով անցնում ես, սա անհասկանալի է, ու հետո մեկ է ինչ որ պահի ինչ որ բան ես ջոգում ու սենց փաստորեն սրա համար է սա սենց քակ։ Ու կարող է դաժե ու հույսը իրականում այդ է որ տիպը դրա մեջով անցնես ու ջոգես որ իրականում քակել չի, то есть նորմալ է, էլի։ Պրոստը այդ բանը դու քո չհասկանալու պատճառով ընկալել ես այդ տենց ծանր, բայց իրականում Ну, типа նորմալ է, իր հունով է սա գնում։ Բարձր որ գույտոգի իր հունով է գնում ասա։ Բայց իր հունով ոնց որ գնում է, տենց ինչ որ այդքան է իմ սրտով չի էս անհասկանալիություն էլ։ Այս թողը լավագույն տեղը որ կարա գնա, այդ այնա որ դու, ну պարզ է որ մեծ հաշվով ոչ ման չենք ջոգում կյանքում, բայց կարծիքով լավագույն տեղը այնա որ դու գիտակցես թե ինչն ես ջոգում, կամ ինչ որ կոնկրետ բաներ ջոգես, ու այդ դրանով դրա մեջ ապրես էլի ոնց որ արդեն, то есть դրանից ավել բան քեզ պետք չէ լինի դու ինչ որ բազովի կարևոր բաներ հասկանաս այս կյանքի մասին, պրոստը սենց է շատ տուպոյ է հնչում էլի, որ ասում եմ շատ ինչ որ հստակ ռամկեքով է բան ելնում, բայց ես ավելի սենց ինչ որ աբստրակտ եմ պատկերացնում էլի։ Բա պրոստը ինչ որ բաներ հասկացար ու քեզ էլ ոչ մի բան պետք չի, դու արդեն ապրում ես քո համար ու քեզ օքեյ ասա, ավել բան պետք չի։ Ոնց որ երջանկություն գտնել ինչ որ պարզության մեջ էլի։ Մյուս բանը որ ինձ այս թեմայի շուրջ վախեցնում այդ է որ դե մի միտքս նրա շուրջ է որ այս անցումային էտապը ու հետո սա ավելի ոչ մի լավ կլինի։ Այս մյուս միտքը այն է որ ես ավելի քիչ ուրախ եմ հիմա քան առաջ, ավելի քիչ եմ ուրախանում вообще, ու ոգևորվածությունը ավելի քիչ է իմ կյանքում, ու այդ մյուս միտքը նրանում է, որ իսկ միգուցե ես հիմա սենց եմ պրոստը, ես սենց եմ, այս ձևի մարդ եմ, ոչ թե ինչ-որ բան է ինչի, այլ ուղղակի ոնց որ եւ մինչև էտա փոխվել լիքը բաներ, ասենք եթե մանկության հետ համեմատես, ոսկի նույն քո զարմանալը,
քո հրճվել է ինչ-որ բաներից բան, ու դրա ֆորման փոխում է ու դու պրոստը էլ այն ձև չես կարա ոնց որ այն ժամանակ էր։ Որտեվ քո ներսում է ինչ-որ բաներ փոխվել։ Երկրորդ միտքը դա որ միգուցե այսպես փոխվել է ու հիմա էս եմ ես։ То есть պետք չի դրա մեջ փնտրել ինչ-որ վատ բան։ Այլ գուցե պետքա պրոստը դա ընդունել։ Ինչի համար նույնպես ժամանակ է պետք ինձ թվում է, то есть даже եթե տենցա չես կարա այս բանին որոշես ասես, դե всё հիմա սենց է ու ես այդ ընդունեցի։ Այդպես խոսքերի մասին չի էլի միտքս, այլ նրա որ դու прям գիտակցես դա ոչ թե ուղղակի բառերով ընդունես, այլ գիտակցես որ փոխվել է։ Բայց իհարկե առաջի տարբերակը շատ ավելի նախընտրելի է, որտեվ այն չի որ սենց հիմա վատ է, սենց էլ է օքեյ ու ես կարամ սենց ապրեմ, երևի սաղ կյանքս։ Բայց ծոժը ցանկություն կա էլի այն որ հետո սաղ ավելի པարզ լինի ու լավ լինի։ Միակ պատճառը այն չի որ ես ուզում եմ տենց լինի որ լավ լինի։ Այնա որ այդ դեպքում շատ ավելի հետաքրքիր կլինի պրոստը կյանքը։ Եթե То есть ոչ ուզում ասեմ հիմա նորմալ է սա։ Բայց ես ձանձրանում եմ միապաղաղությունից, իսկ այն մի տարբերակում որ ասում եմ, այնտեղ կակրած այդ միապաղաղությունը կոտրվում է, որտեղ ինչ որ բայ դու մեկ է ժողում ես որ նոր բան։ പക്ഷേ ես միշտ վստահ եմ եղել որ այդ նոր этаպը ինչ որ կարա լինի, երբ որ դու երեխա դաստիարակես, ինձ թվում է այդ ինչ որ փորձ է, որը չես կարա համեմատես քո նախկինում ունեցած փորձի հետ կյանքում, էլի։ То есть լիքը բաներ կարաս համեմատես, даже ամուսնանալ ընտանիք կազմել, դու ոսկի ունեցել ես ընկերուհի, կարաս պատկերացնես, որ կինը այդ ընկերուհին է մաքսիմալ կխ, էլի։ То есть մեծ հաշվով դու պատկերացնում ես ինչ անդեպ, արզա որ ինչ որ տարբեր պատասխանատվություններ կան, ուրիշ ձև է, լիքը բան, ձեր վերաբերմունքը իրար հանդեպ, то есть որ փոխվում է բան եւ այլն ժամանակի ընթացքում տիպ այդ ոգեորվածություն վերածվում է ինչ ուրիշ բանի ու տենց, բայց այդ երեխա դաստիարակելը այդ փորձ փոխանցելը ու Даже այդ բaragայում ես մտածում եմ որ այդ կան նման լինի, եթե դու դասավանդես երեխեքին, դու էլի իրենց ինչ որ ուղղորդես կամ նման մի բան, էլի, բայց մեկը երբ որ այդ քոնն է, արդեն չես կարող համեմատես, էլի այդ տարբերակի հետ դասավանդելու։ Երբ որ քոնն է, արդեն դու իր կյանքի բոլոր ասպեկտներում կաս, քանի դեռ դու իրան դաստիարակում ես։ Ու դաստիարակում ես ոչ թե այն առումով որ դաստիարակեն որ լավ մարդ լինի ու տենց ինչ որ բաներ, այլ այն առումով որ քո սաղ կյանքի փորձը որ դու հավաքել ես, սաղ դժվարությունները որոնց մեջով որ դու ճանապարհ ես գտե անցնես, փորձես քո երեխուն փոխանցես նենց որ ինքը ավելի քիչ բախվի այդ բարդություններից։ Даже բարդություններին, даже ինչ եմ ասում որ դու այդ խնդիրները լուծած տաս իրան, բայց պրոստը կող կլինես, то есть ինքը իր կյանքը ապրի, բայց դու երբ որ զգաս որ ինքը ինչ որ դժվարության մեջ է, որը քեզ ծանոթ է, ինքը զգա որ դու իրան հասկանում ես ու զգա որ կատաստրոֆա չի այդ, որ պրոստը իրան մենակ չզգա։ Պրոստը հիմա բան նրանում որ ես вообще դրան պատրաստ չեմ էլ, то есть որպես գաղափար ինձ դա շատ է դուր գալ, բայց որ ասում եմ այս ամեն ինչ այս միապաղաղություն էս քիչ ոգեորված վիճակը բան անցնի ու հետո ինչ որ լավ этап բացվի, вообще այս սրա մասին չի խոսքս էլի, вообще երեխա դաստիարակելու մասին չի, ինչ որ ուրիշ էլի այսպես այս վիճակում, բայց ինչ որ ուրիշ բանի մասին, որտեվ երեխու вообще то есть դժվար է երեխուն պատրաստ լինել էլի։ Բայց ինձ թվում է ինչ որ բայի կարա այդ գա որ զգաս որ всё այն ինչ որ մինչև այդ կար դու արդեն ինքան ինչքան որ ուզում էիր դա զգայր ու ինչ ուզում էիր որ զգայր արդեն всё դա մարսեցիր
ու հիմա պատրաստ ես մյուս քայլին, որտեվ դա ընկերուհի ունենալ չի, էլի, որ то есть դու ունես, բայց դու գիտակցում ես, որ ամեն ինչ կարող է լինի, դու կարող ես իրար հետ չլինեք, կարող է իրար հետ լինեք, տիպը հույս ունես, որ սա լավ կլինի, իրար հետ կլինեք, բայց նաև գիտակցում ես, որ մարդ ես, կարող է եւ չլինի։ Բայց երեխու դեպքում դու ջոգում ես, որ քո կյանքը այս պահից սկսած արդեն դու ես ու քո երեխան։ Ոչ թե այն առումով, որ միշտ իրար հետ եք, բայց ինքը այսուհետ միշտ կա քո կյանքում։ Եթե իհարկե ինչ որ դժբախտություն չլինի, էլի ու կորցնես երեխու։ Մնացած դեպքում ինքը միշտ կա, հիմա դու լավ դասցիակ ես, վատ դասցիակ ես, ինքը քեզ ահատի ինչ ուզում ալնի, ինքը կա արդեն։ Ու ինքը քո կյանքի մի մաս է դառնում։ Ու դրան ես պատրաստ չեմ ինչքան էլ որ այդ գաղափարը ինձ մեծաշոու դուր է գալիս։ Բայց вообще հավես է թվում է դուր փորձես այն ամեն ինչի մեջ որ դու ես անցել, ինչի կարիք որ դու ես ունեցել եւ այլն եւ ոչ մի սաղ ինչ որ հավաքել ես, փորձես քո երեխու կյանքը թեթևացնես։ Ու դա հետաքրքիր է թե մեր ծնողների մոտ ինչքանով է այդ ստացվել։ То есть այս միտքը որ ես ասում եմ, վստահ եմ որ լյուբոյի ծնողի մոտ դա կա լավ լյուբոյ չէ, բայց դա մոտավոր լյուբոյի ծնողի մոտ դա կա, որ ինքը իր երեխուն նայում է, ջոգում է ես կուզեմ որ այն բացը որ իմ մոտ եղել է, իմ երեխու մոտ չլինի։ Այն ինչից որ ես նեղվել եմ, իմ երեխան չնեղվի եւ այլն եւ այլն։ Պարզ է որ դաստիարակելու արդյունքում դու կարող ես անես որ այդ բանից չնեղվի, բայց դրա վրա կենտրոնանալով չնկատես որ ուրիշ ինչ որ բանից է նեղվում, բայց ինչեւ է ոչ իմ ծնողը լինելու անշնորհակալ գործ է դա հաստատ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է թե այդ նույն վիճակում երբ որ մեր ծնողները ինչ որ բաներից նեղված են եղել իրենց կյանքում, ինչ որ բան պակաս են զգացել, ինչ որ վերաբերմունքի պակաս են զգացել, հետո փորձել են մեզ տան։ Ինչքանով է այդ ստացվել իրենց մոտ։ Ինչը կարելի է այդ հարցը տալ ծնողին։ Բան մոտավոր դա առանց խորանալ պրոստ տոկոսային իր զգացողությամբ, ասես ինչքանով է, քանի տոկոսով է քո մոտ հաջողվել ինձ տասեն, ինչի պակասը որ դու ունեիր։ Ինձ թվում է իհարկե մեծ մասը ծնողների կխուսափի այդ պատասխանից, կամ կատակի կտա կամ կծրի կամ նման մի բան, բայց հարցը ամեն դեպքում ինձ թվում է շատ հետաքրքիր է, որտեղ եթե դրա մեջ դու չես դնում մեղադրանք, ինքը ուղղակի հետաքրքիր հարց է դառնում։ То есть կարող է ծնողդ ասում է 10%, կարող ասում է 90%, ու նո մեկ է իհարկե մանրամասները չիմանալով դժվար է պատկերացնել իտոգում ինչն է ստացվի, ինչը չէ, նո բայց դա իրական կարելի է հարցնել։ Ուրեմն պետք է խոսալ ծնողների հետ, էլի պետք է շփվել մեկ-մեկ։ Պրոստ կարևոր այն է, որ այդ հարցը տալուց հաջողվի նենց անել, որ ծնողը չմտածի, որ դու իրան ինչ-որ բանում մեղադրում ես։ Եթե իհարկե չես մեղադրում։ Ես հիմա որ ասում եմ, ես առանց մեղադրանքի եմ այդ ասում, ինձ իրոք հետաքրքիր է։ Ես չեմ կարող դա մեղադրեմ, որտեղ ես չգիտեմ, կարող է ինչ-որ բան ուզելա ծնողս անի իր մոտ չի ստացվել, բայց եթե ստացվեր, ես ինձ դրանից ավելի վատ կզգայի։ Դրա համար ես չեմ կարող մեղադրեմ։ Դուք միգուցե լավ է, որ ինչ-որ բան չի ստացվել։ Բայց հենց եթե ինձ դնեմ մի կողմ, այլ նայեմ ծնողիս, ով որ ուներ ինչ-որ միսիա, ինչքանով է իր մոտ այդ ստացվել։ Եկամ եթե տես լիքը ծնողներից ստատիստիկա հավաքես, երևի կարելի է միջին վիճակագրականով հասկանալ, թե ինչքան է հավանական, որ քո մոտ կստացվի։ Ու խացա չէ, տրամաբանությամբ չի աշխատում, կարող է միջին վիճակագրականով 50%-ն է ստացվում մարդկանց մոտ, քո մոտ 2%-ը ստացվի, լոգիկա չկա։ Պլյուս այն է դժվար, որ ծնողը սովորաբար լիարժեք ընտանիքում երկու ծնող է լինում ու պատահում անենց, որ երկուսն է դաստիարակում են երեխուն, ոչ թե մենակ մաման, ու այդ պարագայում, խացա դաժե եթե պապան է մասնակցություն շատ չի ունենում բուն դաստիարակության մեջ, մեկը իր ներկայությամբ իր պահվածքով
ինքը էլի դաստիարակում է իր երեխուն, թեկուզ որոշ դեպքերում չգիտակցված, բայց ոչ մի երեխան դաստիարակություն ստանում է։ Ու հետաքրքիր է, որ այդ դեպքում երկու ծնողն դաստիարակում են երեխուն ու ամեն մեկը իր ինչ որ խնդիրներն ու ամեն ինչն է բանում, այդ երեխուն պրոյեկտում ավելի ճիշտ իր պատկերացած լուծումներ այդ խնդիրների։ Այդ դեպքում երեխան երկու կողմից է այդ նույն բանը ստանում, տիպը ինչ որ բաների բաց լրացնելը, բայց այդ երկու ծնողների դեպքում կարա մեկը մյուսին հակասի, то есть ինչ որ մեկը կարող է մի բանի պակաս ունեցած լինի, իսկ ուրիշ բանի ավելցուկ։ Այն մեկի մոտ է հակառակը, այն ինչի պակաս որ այն մեկը ուներ, իր մոտ ավելցուկ է, իսկ այն ինչի ոչ մի հակառակը լինի։ Ու այդ դեպքում հետաքրքիր է ինչի կվերածվի, որ մեկի դաստիարակությունը երեխան ավելի շատ կվերցնի, ու եթե ինչ որ մեկին ավելի շատ վերցնի, այդ դեպքում ինչն է պատճառը, որ մեկին ավելի շատ է վերցնում։ Որտեղ իտոգում մենք չենք ճոգում вообще ում դաստիարակությունն ենք ավելի, ում դաստիարակությունը ոնց ենք վերցրել, որտեղ լիքը ինչ որ հարցեր կա, որտեղ այդ ակնհայտ է, որ դու տեսնում ես ոնց է այս մարդու դաստիարակությունը քո վրա ազդել, կամ պահվածքը ինչ որ ոնց է քո վրա ազդել։ Լիքը բաներ կա, որ դու չես սիրում քո ծնողների մեջ ու դու ասում ես ես երբեք չեմ ուզի սենց լինեմ, ու ոչ միայն ասում ես ես սենց չեմ ուզի, այլ ասում ես ես սենց չեմ։ Ինչ լավ է, որ ես սենց չեմ ու ես սենց չեմ լինի հաստատ։ Իսկ հետո ինչ որ ժամանակ հետո սկսում ես քո մեջ նկատել այդ նույն բաները։ Այդ վաղտ արդեն չես ջոգում, ինչը վերցրիր, ինչը չվերցրիր իտոգում, որտեղ դու սա վաղ վստահ ես, որ այն ինչ որ քեզ դուրս չի գալիս, դու դա չես վերցրել, հələ հակառակը մի բան է քո մեջից հանել ես կամ ի սկզբանե չի եղել։ Բայց մեկ է մի օր բարձում ես, որ դու այ հենց այդ մարդն ես լրիվ այդ ամեն ինչը դու ունես։ Ու ամենավախենալն է, որ տենց իմ մոտ անձամբ կա տենց բան, որ ես ինչ որ բաներ կա, որ տենց իմ ծնողի մեջ չեմ սիրում, ինչ որ գծեր բնավորության։ Ու սենց միշտ մտածել եմ, ոնց կարելի է տենց լնել, ինչ լավ որ ես տենց չեմ ու ես տենց չեմ լինի, որտեղ ես ջոգում խայտի վատ, խայտի զզվելի։ Ու մեկ էլ ինչ որ պահի ես զգում որ ես եմ ինչ որ նման բաներ անում ու ավելին ես հասկանում եմ թե խի կարելի է տենց անել, то есть ոչ թե ես ուղակի տենց եմ անում, այլ ես տեսնում եմ պատճառ խի արժի տենց անել։ Այդ վաղտ ինձ թվում է կարևորը գիտակցել, որ այն որ դու ուզում ես տենց չլներ ու հիմա տենց ես, այդ ոչ թե քո անեծքն է, այլ ինչ որ դեռ չեմ ուզում տրավմա անվանել, ինչ որ բաների արդյունքում դու որոշել ես, որ դու պետք է տենց չլնես։ Բայց դու ես ուղղակի որոշել, то есть ոչ մեկ քեզ չէր ասել, որ եթե դու տենց լնես, ուրեմն վատ է կամ սխալ է, պրոս դու ինքդ որոշեցիր, որ ես չեմ ուզում տենց լնեմ, հետո տենց եղավ, ու դու նեղվում ես, որ սա վատ է ուշում։ Որ սա սխալ գնաց։ Բայց արդյունքում եթե դու չֆիքսվես դրա վրա, դու քեզ տենց է կընդունես, էլի որ то есть եթե դու պատճառը տեսնում ես այդ անելու ու դրա մեջ վատ բան չես տեսնում, ուղղակի անում ես։ Բայց հիմա այս պարագայում դու էլի պատճառը տեսնում ես, վատ բան չես տեսնում, բայց վերնե միակ վատ բանը որ դու տեսնում ես, այդ այն է, որ քո ծնողն էլ է տենց արել ու դու այդ չես սիրում։ Բայց եթե դրանից կտրվես, այդ քո ինչ որ կոնֆլիկտից ներքին մեծ հաշվով հավանաբար պրոստը կընդունես, որ դու այդ ձև ես։ То есть նույն հաջողությամբ հիմա կարող է իմ մեջ ինչ որ գիծ կա, որը ինձ դուր է գալիս, բնավորության գիծ, ու եթե այդ իմ ծնողի մեջ լիներ ու ինձ դուր չգար, հիմա իմ մեջ այդ դուր չէր գալու ինձ։ Բայց որ կտրվես այդ այնց ինչ որ դետալներից, տիպը ծնող երեխա հարաբերություն, вообще տրամաբանությունը կորում է, էլի թե խիա որ այս մի իրականության մեջ դու դա համարում ես լավ բան, մյուս իրականության մեջ վատ բան, եթե դու էլի դու ես։
Հա դա էլ է հարց իհարկե ինչքանով ես դու այդ երկու իրականությունների մեջ, որտեվ դու քո փորձն ես ու քո տրավմաներն ես ու այդ երկու իրականությունների մեջ քո փորձն ու տրավմաները մի քիչ տարբերվում են իրարից։ Բայց ոչ մի տեղական չի ինձ թվում, բայց միտքը ինձ թվում հետաքրքիր է, էլի։